Հարգելի գործընկերներ, շնորհակալություն ներկա գտնվելու համար, ներողություն, որ մի քիչ սպասեցրի ձեզ եւ շնորհակալություն դատական process-ները երկար ժամանակ հետեւողականորեն լուսաբանելու համար։ Մեզ շատ լավ հայտնի է, որ իրավական process-ները շատ հաճախ տևական եւ ձանձրալի են լինում։ Շնորհակալություն ձեր մասնակցության համար։ Որոշակի ժամանակահատված անցել է մեր նախորդ հանդիպումից եւ անհրաժեշտություններ առաջացել գտնել ինչ-որ պատուհան հայաստանյան դրահոսի իրավիճակում ձեզ ներկայացնելու եւ ընթացիկ զարգացումներ եւ այն ամեն ինչ տեղի ունեցել այս ընթացքում նաեւ անդրադառնալու այնպիսի հարցերի, որոնց հնարավորություն չէինք ունեցել նախկինում անդրադառնալ, հատկապես բարձր պաշտոն զբաղեցնող իրավապահների հրապարակային հայտարարություններին, թե առանձին արտաքներում ներկայացրել ենք, բայց կարիք կար նաեւ որոշակի հարց ու պատասխանի ձևով այդ ամենը նորից ձեզ ներկայացնել։ Մասնավորապես այսօր ուզում ենք արտադատական կարգով հետ կիսվել մի փաստաթղթով, որը Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահը հայտարարել էր որպես Բաղդադ Սրբազանի ձեռքով գրված ահաբեկչության պլան։ Ընդ որում ձեր ուշադրությունն եմ ուզում հրավիրեմ, որ երբ որ գործը նոր էր հարուցվում եւ քննչական կոմիտեն, Հայաստանի Հանրապետության վարչապետը եւ նրա տարբեր սատելիտներ անընդհատ ինֆորմացիայով գրոհում էին հասարակությանը, այս փաստաթուղթը ընդհանրապես այն ժամանակ չի իրամցվել, թե օրինակ արմատուրավենի կտորները հրապարակում էին, որն էր պատճառը, որ այս փաստաթուղթը իրականում կարևորություններ չուներ, որևէ բան էլ չէր հուշում, բայց հետագայում երբ որ մեր կողմից մի քիչ քննադատական խոսք հնչեցվեց բարձր պաշտոններ զբաղեցնող իրավապահների հասցեին, մասնավորապես մատնանշելով, որ քննչական կոմիտեի նախագահը սուտ տեղեկություններ է հաղորդում հանրությանը, ենթադրում եմ ցանկություն առաջացավ ինչ-որ լրացուցիչ տվյալներով իր դիրքը ամրապնդելու եւ հերթական անգամ ենթակաների մատուցված կեղծ տեղեկատվությունը փորձեց ազգային ժողովում քննչական կոմիտեի նախագահան ներկայացնել, վստահաբար պնդում կատարելով, որ գործում արկա է Բաղդադ Սրբազանի կողմից գրված փաստաթուղթ, նախ ցանկացած իրավաբանի եւ առավել եւս իրավապահի, քննիչի, քննչականի պետի համար շատ ակնհայտ պետք է լիներ, որ այդպիսի պնդում կատարելու համար դրա վերաբերյալ պետք է ունենալ անխոցելի ապացույցներ, մասնավորապես միակ տարբերակը, որով կարող էր պնդել, որ այս կամ այն փաստաթուղթը գրված է Բաղդադ Սրբազանի կողմից, դա կարող է լինել միայն դատաձեռագրաբանական փորձաքննության միջոցով, նման փորձաքննություն երբևէ ոչ նշանակվել է, ոչ փորձ է կատարվել նման ընթացակարգով պարզելու եւ իրականում ցանկացածը կարող է վերցնել այս տեքստը եւ համեմատել Բաղդադ Սրբազանի ձեռագիր որևէ գրության հետ, որը քիչ չի նաեւ սոցցանցերում արկա է, հատկապես հայերեն հատվածը եթե նայենք, ոչ մասնագետի համար էլ միանգամից ակնհայտ կլինի, որ դա իր ձեռագիրը չի։ Մենք այսօր նաեւ ուզում ենք ներկայացնել այն իրավիճակը, ինչպես հայտնաբերվեց այս փաստաթուղթը եւ ինչի մասին էր այն։